Պարոն Խուդատյան, իմ հարցը վերաբերում է ավիացիայի բնագավառին, ինչպես նշեցիք, պետական աջակցության նոր ծրագիր կա 3 միլիարդ դրամի Զվարթնոց Շիրակ օդանավակայաններում ուղևորահոսքի ավելացում, գիտենք, որ վերջերս Վիզերը նոր ուղղությունների մասին հայտարարեց, արդյոք այս պետական աջակցության ծրագիրը եւս նոր ինչ ուղղությունների մասին է ներդրում, այսինքն աջակցությունը լինելու եւ կան արդյոք այլ ընկերություններ, ովքեր փորձել են ուղղություններ ավելացնել եւ այդ աջակցությունից օգտվել։ Շնորհակալ եմ Տիկին Մանավազյանի հարցի համար։ Ես նախ կուզեմ մի քիչ մեկնաբանեմ կառավարության որոշումը, որը մենք ոլորտի զարգացմանն ուղղված կայացրել ենք այդ 2025 թվականի ընթացքում։ Դա վերաբերվում է հետևյալին, որ այն ավիաընկերությունները, որոնք պատրաստակամություն կհայտնեն բազավորվել Երևանի Զվարթնոց կամ Գյումրիի Շիրակ օդանավակայաններում եւ նոր ուղղություններից ուղևորափոխադրում կիրականացնեն դեպի Երևանի Զվարթնոց եւ Գյումրիի Շիրակ օդանավակայանները, պայմանով որ առնվազն մեկ նոր ուղղություն պարտադիր պետք է ունենան Գյումրիի Շիրակ օդանավակայաններից, այդ ավիաընկերությունների համար 2 տարեկանից բարձր տարիքի ուղևորների համար իրենց տեղափոխումը դեպի Հայաստանի Երևանի Զվարթնոց օդանավակայան կսուբսիդավորվի 20,000 դրամ եւ դեպի Գյումրիի Շիրակ օդանավակայան 15,000 դրամ մեկ անձի հաշվարկով։ 2026 թվականի պետական բյուջեում առաջին անգամ 3 միլիարդ դրամ գումար է հատկացվել այս սուբսիդավորումը իրականացնելու համար։ Ծրագիրը բաց է բոլոր ավիաընկերությունների համար առանց բացառության, ովքեր կկատարեն այդ պայմանները, մասնավորապես բազավորման, նոր ուղղությունների եւ Գյումրիի Շիրակ օդանավականից թռիչք ունենալու մասով։ Ուրախությամբ պիտի հայտնեմ, որ միջազգային Վիզեյր ավիաընկերությունը արդեն հայտնել է իր բազավորման պատրաստակամության մասին, այդ գործընթացը անցել է, ինքը բազավորվել է Երևանի Զվարթնոց օդանավակայանում եւ հիմա Երևանի Զվարթնոց օդանավակայան մեկնող կամ Երևանից մեկնող ուղևորները հաճախ հնարավորություն ունեն տեսնելու Վիզեյրի օդանավերը տեղակայված հենց այստեղ։ Դրանք են երկու հիմնական օդանավերն են, որոնց անձնակազմը գրանցված է Վիզեյրի հայկական, ուրեմն գրասենյակում իրենք հայկական գրասենյակի աշխատողներ են, այդ օդանավերը թռիչքից ազատ ժամանակ գտնվում են Երևանի Զվարթնոց օդանավակայանում, այսինքն պիտի ֆիքսենք, որ Վիզեյրը բազավորման պայմանը կատարել է եւ հայտարարել է նոր ուղղությունների մասին։ Ուրախությամբ պիտի ասեմ, որ արդեն ուրեմն սեպտեմբերի վերջ եւ հոկտեմբերի սկիզբ մենք Գյումրիի Շիրակ օդանավակայանից դեպի Լեռնական օրողություն ուրեմն ունենք, որը կանոնավոր հիմա ուղևորափոխադրում է իրականացնում Վիզեյր ընկերությունը, որը եւս այս ծրագրի շահառու դառնալու պայմաններից մեկն էր։ Մյուս մասով պիտի ասեմ, որ իրենք հայտարարել են արդեն բազմաթիվ նոր ուղղությունների մասին, որոնցից մի քանիսը թերևս կարող եմ հիմա մտաբերել եւ նշել, խոսքը մասնավորապես Բովեի մասին է, որը Փարիզին մոտ օդանավակայան է, խոսքը ուրեմն Համբուրգի մասին է, Նեապոլի մասին է, Բուխարեստի մասին է, Պրահայի մասին է եւ ելի նոր ուղղություններ, որոնց մասով Վիզեյրը նաեւ 2026 թվականի ընթացքում պարբերաբար կհայտնի։ Այս բոլոր ուղղություններից իրենք եթե եւ արդեն սկսել են ուղևորներ տեղափոխել դեպի Հայաստան եւ արդեն 2026 թվականին որոշակի պարբերականությունը մեկ դա կլինի մեծ հավանականությամբ երամսյակը 1 կամ կիսամյակը 1 մենք համապատասխան ծառայությունների հաշվարկ իրականացնենք եւ բյուջետավորված 3 միլիարդից իրենց ֆինանսական միջոցներ ուրեմն կտրամադրենք այն պատկերացման որ էլի կլինեն ավիաընկերություններ ովքեր կգնան այս ճանապարհով եւ առհասարակ կառավարության իրականացած քաղաքականությունը հետեւյալն է զարգացնելու Հայաստանում ինչպես տեղական ավիացիան, այնպես էլ ավիացիան առհասարակ։ Ուզեմ նաև ուրախությամբ արձանագրել, որ Հայաստանով դեպի տարանցիկ, ուրեմն երկրներ, այլ երկրներ տարանցիկ չվերթների թիվն է ավելացել։ Նաև ավելացել է աերոնավիգացիա ՓԲ-ի, որը կրկին տկեն ենթակայության ՓԲ-ի է, իրենց կողմից սպասարկվող չվերթների թիվը, որոնցից ճնշող մեծամասնության դեպքում այդ օդանավերը հատում են Հայաստանի օդային տարածքը եւ վայրեսք չեն կատարում որպես այդպեսին Հայաստանում եւ մեր գործառույթը իրենց անխափան տեղափոխումը Հայաստանով ապահովելն է, որը իհարկե նաեւ լրացուցիչ մուտքեր է ապահովում Փակ բաժնետիրական ընկերության եւ Հայաստանի պետական բյուջեի համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն։